Անապետյան, հիմա այդ անգլերենի դասընթացների հետ կապված, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը հայտարարել է, դուք սպասում եք, որ ինչ-որ մեկը հաղորդում տա, թե այնուհանդերձ կուսումնասիրեք, ինչպես նաև ընդդիմադիրների հետ ուսման վարձերը վճարելու հետ կապված, մարզպետի օգնություն բաժանելու հետ կապված, պետք է անպայման լինի հաղորդում, որ դա ուսումնասիրեք, թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն հիմա ունի ինչ-որ նախաձեռնած գործեր, եւ մեկ հարցել տեսեք, որ ասում եք կամ պարգևավճար, իրականում դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է եւ այդ բարձրացումը եղել է առանց բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի փոփոխության։ Սա արդյոք խնդրահարույց չէ, որ մեկ որոշմամբ է այդ բարձրացումը եղել, որովհետեւ օրենքում փոփոխությունները պետք է լիներ ազգային ժողովով նախագահի կողմից վավերացման։ Այստեղ դուք խնդիր տեսնում եք, թե ոչ։ Դուք ինքներդ որակում եք տալիս, որ դա եղել է աշխատավարձի բարձրացում։ Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ինձ հետ հարցազրույցում ասել, որ դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է։ Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Սիմոնյանի ասածները, բայց ամեն դեպքում ես գիտեմ, որ սա պարգևավճար է։ Պարգևավճարի համար կա սահմանված կարգ, կառավարության որոշում, սահմանված կարգով հաշվի առնելով նաև կատարողականը պարգևավճարները տրվել են։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն առանց հաղորդման կարող է պրոցեսներ սկսել, այո, կարող է պրոցեսներ սկսել օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, ձեր նշած մի շարք դեպքերում, բայց հիմա այս բանին չեմ կոնկրետացնի եւ չեմ մասնավորեցնի, թե որ դեպքերում մենք մեր օպերատիվ ստորաբաժանումներում սկսել ենք ստուգողական գործողություններ։ Չեմ ասում, քանի որ դա իրենից ենթադրում է նաեւ գաղտնի ընթացակարգ, եթե խոսում ենք օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների աշխատանքի մասին, դա իրենից ենթադրում է գաղտնի պրոցես, գաղտնի ընթացակարգ, որը երբ որ հասնի իր տրամաբանական ավարտին եւ մենք ունենանք արդեն նախաձեռնված քերական վարույթ, ապա այդ մասին հանրությունը կիրազեկվի։ Սյունիքի մարզպետարանը, որ ստուգողական ես նկատի ունեմ ոչ բոլոր դեպքերում է, որ այս բանին կոնկրետ ինֆորմացիա օպերատիվ հետախուզական աշխատանքների մասով ասել եմ, Սյունիքի մասով ասել եմ, քանի որ դրա մասով վտանգ այդ հրապարակման մասով չեմ տեսել։